Ստացվում է, որ այս իշխանությունները ինչ-որ քրեական գործերի փաթեթներ ունեն, որոնք կարող են ցանկացած պահի գործարկել, օրինակ վերջին գործը այդպես հապշտապ որ արվեց, այսինքն 1 վայրկյանում հոչարվեց, չէ, երևի ինչ-որտեղ դոսիե կար, հիմա այդ դոսիեն մեջտեղ է դուրս եկել, այդպիսի տպավորություն է։ Այն, որ 3 փաստացի թիվ 1 ամբիոնից հնչեցվել է քաղաքական պատվեր Նախագահ Քոչարյանի եւ իր ընտանիքի անդամների նկատմամբ քաղաքական հետապնդում սկսելու, դա ակնհայտ է։ Այո, գզրոցներում ինչ որ միտեղ հավանաբար ինչ որ փաթեթներ կազմված պատրաստում էին ինչ որ պահի օգտագործելու համար, բայց սա քաղաքական ուղիղ ցուցումով տեղի ունեցած գործընթաց է եւ սա ուրիշ բան ուղղակի որակել չի կարելի։ Եթե տեսնում եք նույն ձեռագիրը նաեւ Ծառուկյանի մասով էր իրականացվել, հա, միանգամից տուն ներխուժում, կալանավորում, ձերբակալում, հետո կալանավորում եւ բոլոր բիզնեսների նկատմամբ այս իրականությունն, այսինքն նույնիսկ Սիրուշոյի Պրեգոմեշի խանութներ են մտել, կապարակնքել են հիմնական օֆիսը, այսինքն սա ուղիղ մեկ կենտրոնից միանգամից մարդու ընտանիքի եւ իր հետ փոխկապակցված անձանց նկատմամբ իրականացող քաղաքական հետապնդում։ Տիկին Գրիգորյան ձեր անունը տվեց Փաշինյանը նիստերի դահլիճում, ասաց Աննա Գրիգորյանը, այսպես մոլի հեղափոխական էր, բայց տեսավ հեղափոխության մեջ փող չկա, գնաց ԶՊՄԿ, դարավ մոլի սանասարական, չգիտեմ, այս բաների, այս սպառնալիքների, այս հայտարարությունների հետ կապված ո՞րն է ձեր արձագանքը։ Նախ ես իրան ասում եմ դու Ալիևի խամաճիկն ես, որովհետև Ալիևի հրահանգով մեր պետության բովանդակությունն ես ուզում փոխել, դրան ի պատասխան ինքը որոշումը իր արևին, ասենց կներեք այս բառի համար, ողորմելի փորձեր է իրականացնում իմ անձի հետ կապված ինչ որ հայտարարություններ անելու, ասում է ԶՊՄԿ եւ այլն, ես չգիտեմ ինքն ընդհանրապես ինչ նկատի ունի, ու ավելին, եթե ես իսկապես ուզենայի փող աշխատել, ես կմնայի վստահաբար այդ թիմում եւ իրենց նման ինչպես հիմա իրենք են փող աշխատում, ես կմնայի այնտեղ փող կաշխատեի, բայց իմ խնդիրը ընդհանրապես դա չէր, որովհետեւ կար ողբերգություն, Արցախի ողբերգությունը եւ դրանից հետո ես իմ քաղաքական գնահատականն եմ հնչեցրել, ես ես չեմ խանգարում։ Հա, ես իմ քաղաքական գնահատականը եւ դիրքորոշումը հնչեցրել եմ եւ դրանից հետո իմ գործունեությունը ծավալել եմ ու իմիջիալուց գիտեք կրկնում եմ ողորմելի փորձեր են նման շեշտադրումներն անելու, որտեղ ես իրեն անձնապես նայելով ասել եմ, եթե իմ անցնող տարիների գործունեության ժամանակահատվածում գտնեք մի դեպք, որտեղ որևէ անհատ, որևէ քաղաքական ուժ 10 դրամ ինձ ուղակի տվել է իմ քաղաքական գործունեության համար, ես հենց հիմա մանդատս դնում եմ եւ ընդհանրապես քաղաքական գործունեություն այլևս երբեք չեմ ծավալում։ Ես կրկնում եմ, Քոչարյանը ոչ վայ Հակոբյանը։ Բնականաբար ոչ, ինչի մասն է խոսքը։ Ես իմ համոզմունքների բերումով իրականացնում եմ այն քաղաքական գործունեությունը, ինչը իրականացնում եմ, եւ գիտեք ինքը ընդհանրապես տենց հիստերիայի մեջ է անկնում, դիվոտումը, երբ որ դու իր աչքերին նայում ես եւ իրականությունն ես արտաբերում։ Իսկ իրականությունն այն է, որ ինքը առաջիկայում գնալու է ռազմավարական նշանակության զիջումների Հայաստանի պետականության համար, ինքը արդեն հայտարարել է, որ Տիգրանաշենը քյարքի է, որ պետք է հանձնվի, ինքը արդեն հայտարարել է չունենալով սահմանադրական մեծամասնություն ազգային ժողովում, որ պետք է փոխվի սահմանադրությունը եւ մասնավորապես անկախության հռչակագրին հղումը պետք է դուրս բերվի, բայց այս զիջումների ֆոնին ինքը պետք է գնա այս քաղաքական ռեպրեսիաների եւ իր հայտարարությունները, բառամթերքը, որ օգտագործում է քրեական հեղինակության եւ այլն ավելի բնորոշ է, այն բառամթերքը, որ ինքը օգտագործում է, չի կարող բնորոշ լինել քաղաքական գործ չի ելուր ասած երկրի ղեկավարին։ Այս բոլոր զիջումներից առաջ, եթե ամփոփի լինեմ այս հատվածը, այս բոլոր զիջումներից առաջ իրականացվող քաղաքական ռեպրեսիաներ են, որը ինչ նպատակ ունի հիմնականում։ Առաջինը որոշակի տեսարաններ ապահովել իր ընտրազանգվածի համար, որ ասի տեսեք, արեցի, ասեցի, որ կնստացնեմ, նստացնում եմ։ Եվ ընդհանրապես վախի մթնոլորտ ստեղծելու, որ որևէ մեկը չհամարձակվի այլ կարծիք արտաբերել, ինչի մեծ հաշվով դրսևորումները տարբեր։ Ինքը ասաց ասել եմ կզցնելու եմ ու կզցրել եմ։